իմ թաղման փողը ես ունեմ։ Ես չեմ ուզում, որ ինձ վրա ծախսեն, էլի, գիտեմ, որ երեխեք ամեն ինչ կանեն, աղջիկս, թոռներս, բայց ուզում եմ, որ ես մեղություն չքաշեն ինձ համար։ Բայց կնեղանան, որ տենց բան եք արել, կնեղանան, որ փող եք հավաքի ախար։ Գիտեք ինչ է ուզում հարցնել, դու գիտեք չէ, որ հենց 100 տարեկան դառնաք, քաղաքապետանը ձեզ նվեր ունի 1 միլիոն դրամ։ Սպասում եք։ Գիտեք, այդ փողը ինձ պետք չի, բայց որ ստանամ անպայման պիտի բաժանեմ թոռներիս։ Ես փող չունի, ես ոսկեղեն այնքան չեմ սիրել, թե չէ շատ կունենայի, բայց այն փողերը մենք բերեցինք, գցեցինք ստեղծ բերկասը, հետո սենց որ երկիրը խառնվեց իրար, այդ բերկասն էլ վերացավ, այդ մեծ ուրեմն ինձ զանգեցին, ասեցին մեծ գումար փող ունես ստանալու, ասեցի այդ փողը ստացա, ասեցի այն ժամանակ այս փողին մենք 2 տուն կառնեինք, իսկ հիմա մի շկաֆ չեմ կարող առնել։ Ես ուզում եմ ասեի, որ ձեր տարիքը թույլ է տալիս, որ դուք նայ դրամարկղում ունեցած գումարի դիմաց փոխհատուցում ստանաք, փաստորեն ստացել եք։ Ստացել եմ, հա։ Ձեզ ինչն է ուրախություն պատճառել։ Թեպետ աշխատել եք, բայց վայելել ենք էլ։ Մոսկվա, Լենինգրադ, Ռիգա, ամենտեղ տղաս բանակում էր Էստոնիա, ամենտեղ։ Հետո որ աղջիկս Ամերիկա գնաց 92 թվականին, սկսեցի Ամերիկա գնալ գալ։ Կարողանում եք նստեիք, թե էլի բոստան եք մշակում։ Աղջիկս սեփական տուն ուներ, մի 500 մետր էլ հող ունեին։ Էջմիածնից Մալինայի բանը թփեր տարա, ամբողջ իրանց սետկայի այդ բանի կողքին, հողամասի կողքին Մալինաներ դրեցի։ Ամերիկացիները որ անցնում էին, հիանում էին։ Ասեցին, որ այ Օբամայի կինն էլ ասում ասենց իրանց համար կարտոշկա ցանում հողը մշակում է։ Սննդային անվտանգությունն եք ապահովել։ Հա, Պարենային անվտանգությունը։ Ձեր առօրյան ինչպես է անցնում, ամեն օրը ոնց է անցնում։ Հիմա 1000 մի անգամ եմ դուրս գալի, մեկ գնում եմ վարսավերանոց, որ շուկա եմ գնում, մենակ չեմ գնում, անպայման կամ հարսից հետ կամ թոռներից հետ, մենակ չեմ գնում։ Վախենում եմ գնելուց։ Բայց լավ արագաշարժ եք, Տիկին Հասմիկ։ Տան բոլոր գործերը դուք կարող եք անել, հարթուկ, լվացք, ամեն ինչ անում եք։ Հասից որ տանը չի լինում, ես ամեն ինչ էլ անում եմ։ Լուսամուտներն եմ մաքրում, պոլներ եմ մաքրում, ինչ ինքը գալիս է շշկրվում։ Չեն թողում արդեն, վախենում են, զգուշանում են։ Հա, իրանք չեն ուզում որ ես անեմ։ Տիկին Հասմիկ, ինչ երազանք, ինչ նպատակ ունեք առաջիկա տարիների համար։ Նպատակս այն է, որ ես տեղաշուր չընկնեմ, ոտքի վրա լինեմ, այսինքն միշտ ոտքի վրա։ Օրինակ, ես մեր ընտանիքում սովորություն է, ուրբաթ-օրերը թոռներս իրար երեխաներով հավաքում են մեր տունը։ Իրանք իմ եփած ճաշերը շատ են սիրում։ Ես հայկական ճաշերը ես մնացածը հարսայებ։ Ես հա իմ եփած փլավը աշխարհի ամենա ինչ հայտնի մարդիկ որ ուտեն բանկանեն բավականություն կստանան։ Հաճախակի փլավ եմ գցում բանով տնի հավով, ես խանութի հավերը չեմ սիրում, տանի հավով, հնդկահավով, հարիսա եմ դնում, փլավ եմ գցում, լավ տոլմա է, ամեն ինչը հայկական, իմ ճուֆտեն ուրիշ է։ Պետք է փորձենք հերթով, Տիկին Հասմիկ, պետք է փորձեմ իմանամ։ Կյանքում ամենակարևոր բանը ինչ է, Տիկին Հասմիկ, կյանքի իմաստը, որտեղ փնտրենք։ Երեխաների երջանկությունն է, որ տեսնում ես երեխաների երջանիկին, դու քեզ լավ ես զգում։ Գիտեք ինչ էի ուզում հարցնել, դուք ասացիք, որ դուք 6 երեխա եք եղել, ո՞նց է որ դուք 2 ունեցաք։ Երևանում էլ տուն ունեինք, Վրաստանում էլ տուն ունեինք։ Մտածում էի, որ երրորդը ունենամ, կդժվարանամ դրա համար, տղա էլ ունեմ, աղջիկ էլ ունեմ, երրորդն ինչի՞ է պետք։ Որտեղ կդժվարանայիք, այն գնացքի պատմությունը պատմեք, էլի։ Հա, գիտես գնացքով էին գնում, այն ժամանակ մեքենա չունեինք, հետո որտեղս մեծացավ արդեն մեքենա ունեինք։ Դե 2 հատ տոմս էի վերցնում ներքևի տեղերի։ Մեկը ես էի պարկում, մեկը երեխաներն էր պարկասում ոտու գլուխ։ Մտածում էի երկրորդ հարկում պետք է պարկասեմ, հանկարծ կգնի դրա համար։ Այդ գնացքի պատճառով երրորդը չունեցա։ Հիմա որ ժամանակը հետ տա, երրորդն էլ կունենայիք, չորրորդն էլ։ Հիմա երրորդն էլ, հələ 5-րդն էլ։ Մենք միշտ աշխատասեր ենք եղել, ստեղծել ենք ամեն ինչ։
Հիմա ձեր տարիների փորձառությունից, ձեր տարիների փորձից երիտասարդներին, ձեր զավակների տարիքի, ձեր թոռների ոնց որ ես եմ, ինչ եք խորհուրդ տալ շատ երեխաներ ունենանք, Բայց չեն լսում մեկը։ Թորներս էլ ամենքը երկու երեխա ունեն, Ամերիկայի տղաներն էլ, ստեղի աղջիկներն էլ, երկուսից չեն անցնում։ երկուսից չեն անցնում։ Թորներս 4 երեխա ունեն, ստեղ 4-ն էլ ամուսնանալու են։ Բանա, մեծը 23 տարի, 24 տարեկան է Գագիկ, Ծորները, թոռները չէ, ծորները։ ծորներս։ Բոլորը համասարան են ավարտել։ Փոքր ծորս 3-րդ կուրսում է ամերիկյան համասարանի, Մարինեից տղան պոլիտեխնիկի 3-րդ կուրսում է, մեծ եղբայրը պոլիտեխնիկա ավարտել է, մագիստրատուրան ավարտել է։ Բոլորի անելիքները գիտեք, բոլորի ավարտածը կուրսը ամեն ինչը հիշում եք։ Հա, Հիմա եկեք ավելի կոնկրետ։ Ամենամեծ ծորի հարսանիքը երազեք։ ես նախորդ ծորներիս հարսանիքի նվերն էլ եմ տվել։ Բոլորի այդ ապագա նվերներն էլ եք պատրաստել, դրել, մտածել։ Տվել եմ իրանց արդեն, ասեմ հանկարծ ես չեմ լինի, դուք պահեք նվերեք։ Դեկին ասում շատ մեղմ բնավորություն ունեք, շատ հանգիստ եք, խելոք եք, սկեսուրին լսել եք, ամուսնու խելոք, տենց դաժան սկեսուր չեք, ոնց տեսնում եմ։ Տանը ենթարկվող եմ։ Նամանավանդ հիմա։ Սկզբից սկեսուրին էիք ենթարկվում, հիմա էլ հարսին։ Հա դե մի բան հո ինքնագլուխ չեմ անի, հարցում եմ գանից ինչ բան անեմ։ Ինչից եք ջղայնանում, տիկին ասում եք, հնարավոր չի, մի բանից պետք է ջղայնանաք, տենց իդեալական մարդիկ չեն լինում, դուք ինչ համոզեք։ Ախարոն վրա ջղայնանամ այվալես։ Հարցից վրա որ ջղայնանամ, աչքից կընկնեմ, թորներիս վրա ջղայնանամ, տենց ուշադիր չեն լինի։ Ստիպված չեք ջղայնանում, որ ամեն ինչ լավ լինի, սա էլ է խորհուրդ։ Ձեր տարեկիցներին 60 տարեկաններին ինչ խորհուրդ կտաք, տիկին հասմիկ, որ ձեր նման այսպես դրական լինեն, այսպես բաշխող, տվող։ Գիտես ինչ, թող համբերատար լինեն, իրանց երեխեքին նվիրված լինեն, որտեվ երեխաներն են վերջում իրանց նայելու։ Իրանց ես օրինակ լսում եմ, որ բանը երեխաները ծնողների հետ լավ չեն, այնօրը մի հատ նյութ կարդացի, տղան հորը սպանել էր։ Հիմա ես ցանկություն ունեմ, որ երեխաների հետ լավ լինեն, մեղմ լինեն, անպայման կրթության տան, չթողնեն փողոցային։ Այսինքն ամենակարևոր բանն է նա, որ երեխեքի հետ մեղմ լինեն, լավ դաստիարակեն, լավ մարդ դարձնեն։ Լավ մարդ դառնան, լավ ընտանիք կազմեն, ամենակարևորը։ Իսկ ոնց անես, որ երեխուդ լավ դաստիարակես։ Երեխայի լեզուն պիտի բանանես, բնավորությունը պիտի դու ուսումնասիրես, ինչ է ինքը սիրում։ Ես կյանքումս երեխայի վրա ձեռք չեմ բարձրացրել, բարձր չեմ խոսել, ես ջանով Ղուրբանով եմ խոսել։ Դե դուք արդեն ասացիք, ջանով Ղուրբանով եք խոսում, որ իրենք ձեզ սիրեն, լսեն, չէ։ Հա, Մեղմ եք։ Ապրեք, տիկին ասում։ Ձեզ կնայեք YouTube-ում, լինքը կտամ, կուղարկեք, կտարածեք բոլորին, որ ձեր առաջի հարցազրույցն էր, չէ։ այո, Եվ տպավորությունները շատ հիանալի։ կյանքում էս մի բանն է փորձեցիք, տիկին Ազմիկ, դե չէ հաց թխել, ավ պահել, մենակ աշխատելով չի։ Ապրեք, տիկին Ազմիկ, շնորհակալ եմ, շատ շնորհակալ եմ, որ պատմեցիք։ Բան մնաց, գաղտնիք մնաց, թե գաղտնիք չունեիք։ Չէ, ինչ գաղտնիք, որ փորփրենք կարող է դուրս գա։ Դե փորփրում եմ, հեսա կեժան փորփրում եմ, չեք ասում գաղտնիքները։ Մեծ գաղտնիք չունեմ։ Փոքրը որն է։ Փոքր գաղտնիքը որն է։ Սրտի խորքում ինչ կա, փոքր գաղտնիքները ասեք, լավ։ Այդ բանը գաղտնիք չունեմ, չէ։ Չասեց տիկին Հասմիկը, չասեց պահեց։ Թող մնա գաղտնիքը։ Շնորհակալ եմ տիկին Հասմիկ, ժամանակի համար, գաթայի համար, հյուրընկալության, բարության, դասերի։ Ես էլ եմ շնորհակալ քեզանից էլ, Մելանյանից էլ,